570,166 անց ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար տուգանքը 30% պակաս է վճարել։ 2024 թվականի ապրիլի 1-ից է բոնուսային համակարգն ուժի մեջ մտել։ 30% բոնուսային համակարգը իրենից ենթադրում է հետևյալը, երբ վարորդը կատարում է խախտում եւ պարեկի կողմից կամ տեսալուսանկարահանող սարքերով արձանագրվում է նրա խախտումը, եթե վարորդը վճարում է ծանուցումը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում, նա կարող է վճարել 30% պակաս, նվազ գումար եւ նրա պարտավորությունները կհամարվեն կատարված։ Օգտվելով բոնուսային համակարգից վարորդները ընդհանուր վճարել են ավելի քան 14 միլիարդ դրամ, առանց զեղչվելու գումարը կլիներ 21 միլիարդից ավելի։ Վարորդներին կանոնացնելուց հետո վարորդները լինում, որ տեղեկացած են լինում զեղչային համակարգի գործող կարգի մասին, վարորդները լինում տեղեկացած չեն լինում։ Մենք վարորդներին իրազեկում ենք գործող զեղչային համակարգի վերաբերյալ։ Բոնուսային մյուս համակարգը տուգանքը 20% նվազ վճարելու հնարավորությունն է, որը սկսել է գործել 2024 թվականի մայիսի 1-ից։ Այն վերաբերում է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումներին։ Տուգանքը 20% պակաս վճարելու համար ծանուցումը պետք է ստանալ էլեկտրոնային փոստով։ Բազմիցս ներկայացրել ենք, թե ինչպես է հնարավոր գրանցվել roadpolice.am համակարգում, պետք է ուղղակի ավելացնել էլեկտրոնային փոստը, մեյլը եւ ծանուցումները ստանալ միայն մեյլի միջոցով, ոչ թե թղթային տարբերակով։ Էլեկտրոնային փոստով ծանուցումները ստանալու համար բաժանորդագրվել է 130,076 անձ, որոնց նկատմամբ կայացվել է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ 684,993 որոշում։ Վճարվել է 572,136-ը, ավելի քան 2.3 միլիարդ դրամ։ Առանց 20% զեղչի տուգանքների գումարը կկազմեր ընդհանուր 2.9 միլիարդից ավելի։ Արդյոք լինում են տեխնիկական խնդիրներ բոնուսային համակարգից օգտվելու ժամանակ, Սարգսյանը պարզաբանում է։ Երբ համակարգը նոր էր, տեխնիկական անկեղծ ասած շատ խնդիրներ կային, բայց գնալով բոլորը կարծում եմ լուծվել են։ Սարգսյանը նշում է, այս պահին քաղաքացիներից մեծ դժգոհություններ չկան։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։